Ելենա Աշակյան, Անահիտ Մխիթարյան ստեղծագործական զույգը շուտով լսարանին կներկայացնի նոր հեռուստասերիալ «Լքված ամրոցի պահապանները», որը մարտի 14-ից կլինի ATV-ի եթերում։ Սա կլինի նրանց երրորդ նախագիծը, որն այս շրջանում եթերում է, քանի որ «Մեր թաղի տղերքն» ու «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալները ևս նրանց թիմն է ներկայացնում։ Սցենարիստ Անահիտ Մխիթարյանը թերթ.am Live-ի հետ զրույցում պատմել է նախագծի մանրամասները։ Պատմությունը գիշերօթիկում սովորող երեխաների մասին է։ Անահիտը շեշտեց, որ իրենք կարևորում են սոցիալական թեմայի անդրադառնալը։ Գիշերօթիկը ինքն իրենով այնպիսի վայր է, որտեղ հայտնված երեխաներն ամեն մեկն ունի իր պատմությունն ու տարբերվող ճակատագիրը։ Ամեն մեկի մասին կարելի է առանձին ֆիլմ նկարել։ Մենք այդ ամենը մեկտեղել ենք ու դարձել է պատմությունների շարք։ Որքան էլ երեխաների ճակատագրերը ծանր են ու լավ կյանքից չեն հայտնվել գիշերօթիկում, միևնույն է, այնտեղ որտեղ այդքան երեխա կա, չեն կարող չլինել նաև ուրախ պատմություններ, եւ դա թույլ է տալիս ողբերգության կողքին ցույց տալ նաև մանկության հրաշքը։ Այստեղ նաև պետք է նուրբ մոտենալ հարցին, դա իհարկե բարդացնում է աշխատանքը, բայց մենք պահել ենք բոլոր սահմանները, ասել է Անահիտը։ Հեռուստադիտողներն այս նախագծում կտեսնեն «Մեր թաղի տղերքը» նախագծում հերոսների մանկության տարիները մարմնավորող դերասաններին՝ Լիլիա Վարդանյանին, Վահագն Թուլբենջյանին, Բաբկեն Վարդանյանին, Ռաֆ Հարությունյանին։ Երեխաներն իրենց արդարացրել էին ու շատ սիրվել։ Որոշեցինք ինքնադրսևորվելու ավելի մեծ հնարավորություն տալ։ Նրանց կողքին լսարանը կտեսնի նաև Վարուժան Մարգարյանին, Միկա Ղափլյանյանին, Ելենա Բորիսենկոին, Մերի Մովսեսյանին, Ծովինար Մարտիրոսյանին, Դիանա Խերանյանին եւ այլոց։ Ինչ վերաբերում է միաժամանակ 3 նախագիծ ունենալուն, Անահիտը նշեց, որ ֆիզիկապես դա անհնար կլիներ։ Դրա համար ինքն ու Ելենան այլ տարբերակ են գտել։ Վերջին մի քանի տարվա ընթացքում գրեթե առանց դադարի միաժամանակ անում էինք 2 նախագիծ։ Երբ առաջարկ ստացանք անելու 3-րդ նախագիծը, կամ պիտի հրաժարվեինք, կամ էլ կայացնեինք նոր որոշում։ Որոշեցինք մեր թիմի երիտասարդ անդամներին ինքնադրսևորվելու հնարավորություն տալ։ Քնարիկ Բաղդասարյանն աշխատել է սցենարական իմ թիմում եւ դիալոգներ գրել, իսկ ռեժիսոր Քրիստինե Հակոբյանը Ելենայի թիմում որպես ռեժիսորի օգնական։ Այս տարիների ընթացքում աշխատելով մեզ հետ նրանք սովորել են աշխատանքի նրբությունները ու ժամանակն էր նրանց ինքնուրույն աշխատելու հնարավորություն տալ, իսկ մենք իրենց ցանկությամբ ուղղորդում ենք եւ օգնում ենք նրանց։ Այն պահին, երբ արդեն մեր կարիքը չեն ունենա, կսկսեն լրիվ առանձին աշխատել։ Ես եւ Ելենան ուրախ ենք ու հուզված, որ ժամանակին մեր թիմ եկած ու անփորձ 2 աղջիկները այսօր ինքնուրույն նախագիծ են ներկայացնելու։ Գրեք մեկնաբանություններում արդյոք պատրաստվում եք դիտել այս նախագիծը եւ բաժանորդագրվեք մեր ալիքին հետագայում տեղեկանալու համար, թե որ դերասանները նույնպես կմիանան այս նախագծին։